Պողոս Առաքյալն ասում է. մեռնելը ինձ համար է շահ, ապրելը ձեզ համար է շահ։ Չգիտեմ ինչ անեմ, մեռնեմ թե ապրեմ։ Հիմա հետաքրքիր մի բան է ասում Պողոս Առաքյալը, հասել այնպիսի կատարյալ աստիճանի, որ իր համար մեռնելը շահ է։ Ինչու է շահ մեռնելը, որտեղ Քրիստոսի մոտ պետք է գնա։ Ուզում եմ ասում, այս մարմնից դուրս գամ, որովհետև այս մարմինը կապանք է ինձ համար։ Երբ որ քաղաքը իմ կքանդվի, իմ հոգին կազատագրվի, եւ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երբ որ մարդը մահանում է, հոգին 7 անգամ լուսավորվում է։ Այսինքն տեսնում է այնպիսի բաներ, որ մարմնի մեջ չէր կարող տեսնել։ Մարմինը մեր հոգու բնակավայրն է եւ արգելափակված ենք մենք մարմնի մեջ, բայց երբ որ մարմինը մահանում է, մահն ինչ է, մարմին առանց հոգու, հոգին ազատագրվում է եւ լուսավորվում է։ Հիմա Պողոս Առաքյալը հասել էր այնպիսի մի սահմանի, որ իր համար մահը ոչինչ էր։ Հոգու մարմնի բաժանման սահմանին էր միշտ, չգիտեմ, մեռնեմ թե մնամ, ապրեմ թե չապրեմ։ Այս խոսքերով Պողոս Առաքյալը մեզ մի օրինակ է տալիս, որպեսզի մենք էլ ապրենք հավիտենական, հանուն հավիտենական կյանքի։ Մեր շահը հոգևոր լինի, աստվածային լինի, Քրիստոսի շահը մեր շահը լինի, հա։ Քանի դեռ ապրում ենք, այնպես պիտի անենք, որ Քրիստոսի գործը, Աստծո գործը անենք, հա, որպեսզի մեր կյանքը իմաստավորված լինի։ Եվ այդքանով հանդերձ մենք այս կյանքում ունենք պարտականություններ, պարտավորվածություններ, կախվածություն, հատկապես ընտանիքատեր մարդը, երբ որ ընտանիք ունի, պարտականություն չէ, պատասխանատվություն ունի։ Եվ ուզում է ապրել։ Ինչու, որտեվ զավակներ ունի, իրենց նպատակին պիտի հասցնի։ Հիմա տեսեք, Քրիստոս այդ բոլորը գիտի, որ դու զավակներ ունես, որ դու ընտանիք ունես, կին ունես, երեխա ունես, իրենց նպատակին կհասցնես։ Հիմա եթե դու զավակներ ունես եւ ուզում ես իրենց նպատակին հասցնել, երբ որ երկինք նայեք, տեսնես, որ Աստծո զավակները բոլորն են։ Եթե դու ուզում ես, որ քո զավակներին իրենց նպատակին հասցնել, օգնի, որ Աստված էլ իր զավակներին իրենց նպատակին հասցնի։ Աստծո գործին գործակից եղիր, Աստված էլ քո գործին գործակից կլինի։ Հա։ Այսինքն դու լավ ես անում, որ քո զավակներին ես նպատակին ուզում ես հասցնել, չես ուզում մեռնես, ուզում ես առողջ լինել, որտեղ միայն դու քեզ համար չես ապրում, հա, բայց չէ որ Աստված էլ իր զավակներն ունի։ Այսինքն այս իմաստով, երբ որ դու դառնում ես Աստծո արարչության մի մասնիկ, ընդհանուր գործին գործակից, եկեղեցու մի անդամ, եկեղեցին Քրիստոսի մարմինն է եւ անդամներ ունի։ Այն անդամը, որ իր գործը լավ է կատարում, օգնում է ընդհանուր եկեղեցու գործին։ Այս իմաստով քո կյանքը իմաստավորվում է եւ դու պիտի ապրես, որ արարես, ստեղծես։ Եվ հատկապես, երբ որ դու գործը ամբողջովին վերջացնես, Պողոս Առաքյալն ասում է, ես պատրաստ եմ գնալու այս աշխարհից, բայց դուք պատրաստ չեք, որ ես գնամ, հա։ Երբ որ լիակատար վերջացնես քո գործաներիք եւ հատկապես երբ որ Աստված քեզ փոխարինողին գտնի, որտեղ անփոխարինելի մարդ չկա։ Երբ որ պատուղը հասմանա կախվելու վրա լիպոկեն կտանեն երկինք։ Ուրեմն այս իմաստով դու պիտի ամբողջացնես, իրապես դու դառնաս Աստծո գործի մի մասնիկ։ Քո համար մեռնելը պատրաստ ես, գնաս Քրիստոսի մեջ, ապրելը շահը քո ընտանիքի, քո զավակների, քո քրիստոնյա քույր եղբայրների, քո հոգեզավակների համար։ Ապրեմ թե չապրեմ, մեռնեմ թե չմեռնեմ, Աստծո ձեռքին է։ Ամեն ինչը շահ է մեզ համար։ Կյանքը մեզ համար Քրիստոս է։ Ամեն։